Սասնա ծռեր զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը։ Մերժվել է նաև գրավը որպես խափանման միջոց ընտրելու առաջին այցյանի դատարանում մերժված միջնորդության մասին բողոքը։ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի պնդմամբ վերաքննիչ դատարանը դակեց այն բոլոր սխալները, որոնք առաջին այցյանի դատարանը թույլ էր տվել գործի քննության ընթացքում։ Մեղադրյալին դատարան ներկայացնելը դատարան բերել է զուտ ձևական բնույթ չի կարող կրել։ Իսկ Սեդրակ Նազարյանը գիտենք, որ վերակենդանացման բաժանմունքից այդ օրն էր տեղափոխվել հիվանդասենյակ եւ շատ վատ վիճակում տեղափոխվել էր դատարան եւ գիշերային ժամին դատական նիստ էր կայանում։ Եվ այդ ամբողջ դատական նիստի ընթացքում Սեդրակ Նազարյանը եղել է քնած, թթվածնի բալոնները միացրած եւ քնած։ Դատարանը այս հարցին եւս ուշադրություն չդարձրեց, վերաքննիչ դատարանը եւս այս հարցին ուշադրություն չդարձրեց եւ Սեդրակ Նազարյանը փաստորեն նաեւ դատարան չներկայացվեց, այսինքն նրա լսված լինելու իրավունքը խախտվեց։ Փաստաբանի խոսքով Սեդրակ Նազարյանը հետվիրահատական խնդիրներ ունի, բայց ապաքինվում է։ Ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքի գրավման ժամանակ դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո վիրահատության ժամանակ հեռացվել է նրա թոքի մի մասը։ Դատարանի որոշումից հետո փաստաբանն այցելել է Նազարյանին։ Սեդրակը պայմաններից չի բողոքել։ Այսօր ուղղակի նրա մոտ 60-ամյակն է եւ քանի որ նա հնարավորություն ունի տեսակցելու եւ նաեւ նրա սահմանափակված է զանգերի հնարավորությունը նա ուղղակի շնորհավորանքներ է փոխանցել իր մորը։ Նազարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում։ Երբ նրան կալանավորում էին, համագյուղացիները փակել էին գյուղի ճանապարհը։ Քույրը Մարգարիտա Նազարյանը ազատությանը փոխանցեց, որ իրենց հարազատներին ոստիկանությունից եւ մարզպետարանից սպառնացել են։ Եկան մարզպետից բոլոր ինչքան պաշտոնյակա Սյունիքի մարզում լրիվ եկան ստեղ համոզեցին 3 օր հետո ձեր տղային տանել ենք տեսնեք, առողջականից իմանաք։ Իմ մորաքույրը 65 տարեկան կին է, բայց իրանք եկան, մելիցեք եկան մտան տունը, վախացան, տղան օրգանի աշխատողա տղային են զանգիացել են մամայից տարտուն, հերիքա բողոքի ակցիաներ։ Մարգարիտայի խոսքով, չնայած մարզային իշխանությունների եւ ոստիկանության ճնշումներին, գյուղացիները պատրաստվում են կրկին դուրս գալ փողոց ի պաշտպանություն Սեդրակի։ Հիմնականը երկու ամիս թողլարանա տենանք ինչ վեճեր են կայացնում, նորել կան այդ պլանները, որ ճամփա փակեն, ցույցեր անեն, կա։